Star News նորեր շարունակ անդրադառնում էր երգիչ և դերասան Գոռ Հակոբյանի ընտանիքում տեղի ունեցող իրադարձությանն ու որդու Ֆելիքսի մոտ հայտնաբերված հիվանդությանը։ Գոռ Հակոբյանի ընտանիքն արդեն գտնվում է Գերմանիայում։ Այսօր նրանք առաջին հրապարակումներն են արել այնտեղից, ցույց տալով, թե ինչպես են ծանոթանում նոր քաղաքին։ Հրապարակումներից երևում է, որ ընտանիքը հասցրել է նաև զբոսնել քաղաքում, ինչպես նաև այցելել այն հիվանդանոցը, որտեղ նրանց երեխան բուժում է ստանալու։ Գոռ Հակոբյանի կինը Հրուշ Մնոյանը լուսանկարներին կից գրել է. «Ծանոթանում ենք մեր հիվանդանոցի և քաղաքի հետ, քիչ-քիչ, բայց վստահ ընթացքի մեջ, առաջ Աստված»։ Ընտանիքը չնայած դժվարություններին լավատես է և հավատքով առաջ է շարժվում, հույս ունենալով, որ բուժումը հաջող ընթացք կունենա։ Իսկ մենք ներկայացնում ենք Գոռ Հակոբյանի սոցիալական հարթակներում արված հրապարակումներն այս օրերի ընթացքում։ Բարի լույս իմ շատ սիրելի Հայաստան, բարի լույս իմ շատ սիրելի Սփյուռ, բարև աշխարհի հայություն։ Ես անչափ հպարտ եմ ձեզանով։ Ես շատ ուրախ եմ, որ յուրաքանչյուր հարցի շուրջ մենք կարող ենք համախմբվել ու այդ հարցը միայն մեր ուզած ձևով լուծել։ Այս բայի դրությամբ ես հայտարարում եմ դրամահավաքի ավարտը։ 12-ն է մարտի, առավոտ ժամը 10-ն է։ Ես հայտարարում եմ դրամահավաքի ավարտի մասին, որովհետև 36 ժամում մենք կարողացանք ունենալ մեզ պահանջվող գումարը Մյունխենում բուժում ստանալու համար, ձեր շնորհիվ։ Ես անչափ շնորհակալություն եմ հայտնում յուրաքանչյուրիդ, Աստված յուրաքանչյուրիդ օջախներում թող միայն ջերմություն բերի, միայն առողջություն բերի։ Ես անչափ շնորհակալ եմ փոխանցումների համար, անչափ շնորհակալ եմ այն մարդկանց, ովքեր ֆիզիկապես եկան մեր տան մոտ ինձ տեսան, անչափ շնորհակալ եմ այն մարդկանց, ովքեր ընդհանրապես ոչ մի բան չփոխանցեցին ու միայն աղոթեցին մեզ համար։ Անչափ շնորհակալ եմ բոլոր բարեմաղթանքների համար, որովհետև այդ բազմահազարանոց մեկնաբանությունները ես կարելի ասել մոնիթորինգ եմ արել ու որևէ վատ մեկնաբանություն ես չեմ տեսել։ Անչափ շնորհակալ եմ ամեն ինչի համար, ինչ որ դուք արեցիք ինձ համար։ Ես դա երբեք չեմ մոռանա, իմ հայ ազգ։ Եվ ձեր թույլտվությամբ կա որոշակի ավելացած գումար, դա ձեր ուղարկած գումարն է ու ես կուզեմ Ֆելիքսի անունից, ձեր թույլտվությամբ, ձեր անունից նաև այդ գումարը փոխանցել նմանատիպ խնդիր ունեցող երեխայի ընտանիքի, որ իրենք էլ մի ձև կարողանան մի փոքր օգնություն մենք ցուցաբերենք իրենց։ Այդ ավելացած գումարի մասին տեսանյութը ես անպայման կընտրենք ինչ-որ մի երեխայի, կփոխանցենք իր ծնողներին ու մենք գնում ենք բուժման, տրամադրված ենք մարտական ու հանդիպելու ենք 1 տարի հետո արդեն ուրախ առիթներով։ Ես շնորհակալություն եմ հայտնում ևս մեկ անգամ ձեզ, Աստված բոլորիս պահապան։ Դերասան և երգիչ Գոռ Հակոբյանի ընտանիքը կանգնած է լուրջ փորձության առջև։ Դերասանը երեկոյան հուզիչ տեսանյութով դիմել էր հանրությանը, հայտնելով, որ որդու Ֆելիքսի մոտ հայտնաբերվել է հազվադեպ և ծանր հիվանդություն՝ Յուինգի սարկոման։ Այս ծանր պահին Գոռ Հակոբյանի կողքին են նրա գործընկերներն ու ընկերները։ Հաղորդավար և շոումեն Արամ Մելիքյանն իր տեսաուղերձում անդրադարձել է ստեղծված իրավիճակին, նշելով հարցի լրջությունն ու հրատապությունը։ Մենք բոլորս աշխատող մարդիկ ենք և սովորաբար ցանկացած դժվարություն փորձում ենք լուծել ինքնուրույն, սակայն Գոռի ընտանիքում ստեղծված իրավիճակն այնքան բարդ է և խոսքն այնքան մեծ ֆինանսների մասին է, որ նույնիսկ աշխատող մարդու համար դա բավարար չէ։ Երբ խոսքը վերաբերվում է երեխայի առողջությանը, դա արդեն ծայրահեղ է։ Համոզված եմ, մենք կպնելու ենք ու օգնենք Գոռի ընտանիքին, նշել է Արամ Մելիքյանը։ Իսկ այժմ ներկայացնում ենք տեսանյութն առանց մեկնաբանության։ Երեք ներկայացումովս էի խառը ու բավականին ուշ տեսա Հակոբյան Գոռի տեսանյութը, կապված իրականում ես չգիտեի, երեք գիշեր եմ իմացել, շատ էի նման ու սենց կասեմ, թե Գոռը, թե մեր կարգի բոլոր մարդիկ, մենք աշխատող մարդիկ ենք ու թվացյալ մեզ մոտ երբ որ լինում է ինչ-որ դժվարություն լուծելի է, բայց Գոռի ընտանիքում նենց բարդ իրավիճակը ու նենց մեծ ֆինանսների մասն է խոսքը գնում, որ զուտ աշխատող մարդու են որ ասում է համար դա բավարար չի։ Իրականում շատ բարդ վիճակ է, խոսքը որտեղ երբ որ խոսքը գնում է երեխայի մասին, դա արդեն շատ հատուկ է ու այո, շատ հրաշալի կլինի, որ այդ գումարը հավաքվի ամբողջովին ու հրաշալի կլինի, որ ամենակարևորը այդ ամեն ինչը բարեհաջող ավարտ ունենա։ Թող Տիրոջ օրհնությունը լինի Ֆելիքսի ու ընդհանրապես Գոռենց ընտանիքի հետ
Վստահ եմ, որ 100% լավ է լինելու, վստահ եմ ամեն ինչ հաջողվելու, վստահ եմ, որ մենք բոլորը ասեմ կպնելու ենք ու օգնելու ենք Գոռ Հակոբյանների ընտանիքին։ Գոռ Հակոբյանը նշել է, որ բուժումը պետք է շարունակվի Գերմանիայում եւ նրանք ունեն ընդամենը 5-ից 7 օր անհրաժեշտ գումարը հավաքելու եւ մեկնելու համար։ Դերասանի խոսքով բուժումը շատ թանկ է եւ իր ընկերների հավաքած միջոցները բավարար չեն նման հիվանդության բուժման ապահովման համար։ Նա արդեն վաճառել է իր ողջ ունեցվածքը, սակայն ժամանակի սղության պատճառով դիմել է նաև հանրության աջակցությանը։ Վերջին տվյալներով հանրության արձագանքը եղել է շատ արագ։ Եթե տեմպը պահպանվի, ապա նշված ժամկետում հնարավոր կլինի ապահովել Ֆելիքսի մեկնումն ու բուժման մեկնարկը։ Գոռը դիմում է հանրությանը, խնդրելով մասնակցել դրամահավաքին եւ աջակցել որդու բուժմանը։ Ողջույն բոլորին, ես Գոռ Հակոբյանն եմ։ Ուզում եմ պատմել ձեզ, թե ինչ է կատարվում ինձ հետ եւ ինչ եմ ես пассив ընդհանրապես համացանցում։ Ցավոք դարի հիվանդությունը նաև ներխուժել է իմ ընտանիք։ Որդուս Ֆելիքսի մոտ 1 ամիս առաջ հայտնաբերվել է հազվադեպ հանդիպող Յուինգի սարկոմա, որը րոպե առաջ անհապաղ պետք է բուժել Գերմանիայի Մյունխեն քաղաքում։ Վերջին 1 ամսվա ընթացքում, երբ մենք հայտնաբերել ենք դիագնոզը, արել ենք բազմաթիվ հետազոտություններ Մոսկվայում եւ Երևանում ու ցավոք դիագնոզը հաստատվել է։ Իմ եւ ընկերներիս դրամական միջոցները, իմ դրամական միջոցներն ու ընկերներիս մեծ աջակցությունը ցավոք չի բավականացնում նման կարգի լուրջ բուժման համար ու ես ինչքան էլ ինձ համար դա անցանկալի է, բայց հայտարարում եմ դրամահավաք։ Խնդրում եմ իմ բոլոր ընկերներին, խնդրում եմ ծանոթ եւ անծանոթ մարդկանց կատարել ձեր դրամական փոխանցումները, որպեսզի ես րոպե առաջ կարողանամ տղայիս հասցնել Գերմանիա։ Բոլոր այն ունեցվածքը, այսպես կարելի ասել, որը որ ես տարիներ շարունակ հալալ քրտինքով աշխատել եւ ստեղծել եմ, հանված է վաճառքի։ Բայց քանի որ մենք ունենք ընդամենը 5-ից 7 օր ժամանակ մինչ մեկնելը, ես չեմ հասցնի այդ ամեն ինչը վաճառեմ, դրա համար դիմում եմ ձեր օգնությանը։ Բոլոր հաշվի համարները նշված են ներքևում, դրամային, դոլարային հաշվի համարներ, քարտից քարտ ուղղակի փոխանցում Հայաստանի տարածքում։ Նաև կարող եք կատարել փոխանցումներ GoFundMe-ով ԱՄՆ-ից, Լոս Անջելեսում բնակվող մեր հայրենակիցները, ու ես ուզում եմ հայտնել իմ շնորհակալությունը ձեզ։ Աստված թող բոլոր բալիկներին պահապան լինի։ Ժողովուրդ ջան, մի ժամ արդեն լրացավ, որ ես տեղադրել եմ վիդեոն։ Արդեն մենք 10 միլիոն դրամ փող ունենք հավաքված ու ես չգիտեմ ինչ ասեմ, ես անչափ շնորհակալ եմ բոլորիդ։ Եթե մենք այս տեմպը պահենք, շատ արագ կունենանք մեր թիվը 7 օրում, 5-ից 7 օրում մենք այդ թիվը կունենանք, ժողովուրդ ջան։ Ես շնորհակալ եմ շատ, ուզում եմ նաև այդ GoFundMe լինքի հետ ասեմ, որ Ամերիկայից լիքը նամակներ ենք ստանում, GoFundMe լինքի հետ կապված hold-ի տակ է ուղղակի, որ բացել ենք, վերիֆիկացիա է ուզել այդ լինքը, վաղը հենց ակտիվանա այդ լինքը, մենք բան կանենք, ես հավելյալ կտեղադրեմ։ Շնորհակալ եմ անչափ բոլորիդ։ Ժողովուրդ ջան, մենք անցանք 33 միլիոն դրամի շեմը, ընդամենը 2 ժամ, 2 ժամից մի քիչ ավել։ Անչափ շնորհակալ եմ ձեզ։ Այսենց ամեն 10 միլիոնը մեկ ստորի եմ անելու ու շնորհակալություն եմ հայտնելու ձեզ։ Բարի ժողովուրդ ջան, մեր դրամահավաքը նույն տեմպով, նույն ակտիվությամբ շարունակվել է ամբողջ գիշեր ու շարունակվում է մինչ այս պահը։ Ամեն վայրկյան, ամեն միլի վայրկյան իմ հեռախոսին մուտք է լինում, իմ քարտերին ու հաշվի համարներին մուտք է լինում, որ ինչի համար ես անչափ շնորհակալ եմ։ Ուզում եմ տեղեկացնել, որ Ռուսաստանից փոխանցումների համար մի քիչ հետո ես հավելյալ կտրամադրեմ ձեզ հաշվի համար, որը արդեն վերջնական հաստատված է ու աշխատում է նորմալ։ Ուզում եմ նաև տեղեկացնել, որ GoFundMe-ն չի աշխատում այս պահին, որովհետև վերիֆիկացիայի փուլում է եւ hold-ի վրա է։ Հիմա մենք փորձում ենք ամեն ինչ անել, որ hold-ից անենք եւ կարողանան Ամերիկայի մեր հայրենակիցները փոխանցումներ կատարել։ Շնորհակալություն հավելյալ կտեղեկացնեմ բոլոր ինֆորմացիաները։ Ժողովուրդ ջան, մեր դրամահավաքը
էլի մեծ տեմպով շարունակվում է ու շատ կարևոր ինֆորմացիա են բերել Ռուսաստանի մեր հայրենակիցների համար, արդեն բացվեց հաշվեհամար, որը ռուբլու համար է հենց նախատեսված ու այդ հաշվեհամարին դուք կարող եք ձեր փոխանցումները անել, համ ստեղ եք տեսնում, համ այն վիդեոյի տակ արդեն տեղադրված հաշվեհամարը, որը որ ես տեղադրել եմ Instagram այն գլխավոր վիդեոյի տակ։ Շնորհակալ եմ շատ։ Star News-ն առանձնացրել է Գոռ Հակոբյանի ընտանեկան լուսանկարներից մի քանիսը։ Առաջարկում ենք դիտել դրանք առանց մեկնաբանության։